Երբևէ մտածել եք, թե ինչու ենք մենք ձմռանն ավելի հաճախ հիվանդանում, երբ նույնիսկ չենք մրսում։ Մեր առավոտները սկսում են գլխացավով, իսկ մաշկը սարսափելի չորանում է։ Պատճառներից մեկն էլ լվացքը տանը չորացնելու սովորությունն է, որի հետևանքով կարող է առաջանալ ասթմա, ալերգիկ ռեակցիաներ, ինչպիսիք են հազը եւ աչքերի շրջանում քորը, ինչպես նաեւ շնչառական վարակներ։ Մեկ անգամվա լվացքը միջինում պարունակում է 2 լիտր ջուր, իսկ երբ պատուհանները փակ են, խոնավությունը սենյակից դուրս չի գալիս, սնկերն աճում են կայծակնային արագությամբ։ Մարդիկ շնչում են բակտերիաներով հագեցած օդը, ինչն էլ անցնում է թոքեր։ Իմունային համակարգը արձագանքում է, սկսվում է բորբոքում, այնուհետև ասթմա։ Բժիշկ թոքաբան Կլաուս Վեբերի ուսումնասիրությունը պարզեց, որ ամեն 300 ասթմայով հիվանդներից 180-ը լվացքը չորացնում են տանը։ Իսկ երբ բժիշկն արգելեց տանը չորացնել հագուստը, 3 ամիս անց 60%-ի մոտ ասթման անցել էր։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում հատկապես ձմռանը խուսափել հագուստը տանը չորացնելուց, եթե այն չի իրականացվում համապատասխան չորացնող սարքերով կամ սենյակը, որտեղ չորացնում եք, մշտապես չի օդափոխվում։